Հեռանկարի տաղավարում այսօր հյուրընկալել են քաղաքագիտության դոկտոր, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին եւ փորձենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումները։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սերացումով փորձագիտական շրջանակներում ավելի շատ հակված են այն կարծիքին, որ լայնածավալ առճակատումը, ռազմական առճակատումը անխուսափելի է։ Դուք ևս այդպես եք կարծում։ Ես անխուսափելի բառն օգտագործեմ հակառակով, անխուսափելի է չէ պատերազմելը, որովհետև ենթադրում եմ, էլի, մի տոկոս թողենք ընդհանրապես, բայց միջուկային տերությունները իրար հետ չեն պատերազմում, բայց հարաբերությունների ամենասրացումներին գնում են, ով ում ներվերը կդիմանան, ինչպես ում կարող է պարտադրել, բայց նայեցեք նույնն էլ Ուկրաինայում եղավ, հիշում եք, Ռուսաստանը միջուկային զենք, բան եւ այլն, եւ չգնաց դրան, որովհետեւ դա համընդհանուր ոչնչացում է նշանակում, ընդ որում ասեմ դրա լուծումը վաղուց տվել է Քիսինջերը 1958 թվականին 7 թվականին գիրք գրեց միջուկային զենք եւ համաշխարհային անվտանգությունը եւ շատ հիմնավորապես դա ապացուցում է։ Ես որ կարծում եմ, որ մնացածը թե եթե միջուկային զենքը կա, այն մեծ մասշտաբի հավանաբար միջուկային զենքը վաստորեն ամենազսպող գործոն։ Այո, զսպող գործոն է եւ դա առաջացնում է մի վիճակ եւ խուսափում են։ Ընդ որում ասեմ հետեւյալը, որ դրա ձեր ասածի ենթատեքստում հայտնի է, որ 1942 թվականի այդ շրջանում Միացյալ Նահանգներում գիտնականների խումբ սովետական հետախուզությանն է փոխանցել նաեւ միջուկային զենքի ստեղծման գաղտնիքը։ Ոչ թե դա դավաճանություն է եղել, այլ այդ գիտնականների խումբը մտածել է, որ եթե լինի մեկ միջուկային տերություն, պատերազմը անխուսափելի կդառնա, նամականներն ամենտեղ ցույց կտա, որովհետեւ հավասարակշռի, դա դավաճանություն չի։ Դեր իմացել եմ, որ ԽՍՀՄ չի կարող էլ այդ գյուտերը բաները տվել են։ Նա այդ շրջագծում է, բայց սրացումներ կլինեն, որտեղ Հնդկաստան, Ամեն դեպքում եթե նույնիսկ չլինի լայնածավալ առճակատում, այլ ընդհանուր առմամբ սրացումներ, թեկուզ ինչ-որ այլ դրսևորումներով, այդ ամենը ինչպես կարող է ազդել մեր տարածաշրջանում, մասնավորապես մեր երկրի։ Մենք մեր կարծում եմ, որ մեր տարածաշրջանում դրական ազդեցություն կունենա, որովհետև ես ենթադրում եմ այն պոտենցիալը, որ ունի Հնդկաստանը եւ այն պոտենցիալը, որ ունի Պակիստանը, այս հարաբերակցության մեջ Հնդկաստանը գերակա է միանշանակ բոլոր ռազմական տեխնիկայի, մարդուժի, մշակութային հզորության հազար մի բաներ կան, իսկ բանակի բյուջեով զինատեսակներով, այո, ամեն եւ մի քանի անգամ մանավանդ որ ինք ունի նորագույն տեխնոլոգիաներ հիմա եւ այսօր բայց հետաքրքիր վիճակագրություն կա միջուկային այդ մարտագլխիկներով գրեթե բալանս են եկած, հավասար են գրեթե։ Դա այլ դնում են կողքի, ես մնացածը Հնդկաստանը գերակա է, նաեւ եթե երկար շնչառության, ինչպես ասում են, պատերազմների ենթադրենք սովորական զենքերի Հնդկաստանի պոտենցիալը տնտեսական մեծ է, Հնդկաստանը երրորդ խոշոր տնտեսությունն է դառնում կամ դարձել աշխարհում եւ Պակիստանը չի կարող, ուղղակի Պակիստանը այնտեղ մոլեռանդություն ունի իսլամի անկայունության, մեկ անկում գնացող պետությունը մյուսը չէ։ Հիմա ասեմ մի բան, որ դուք ասեցիք մեր վրա ինչպես կարող է ազդել։ Ուրեմն Քաշմիրի այդ շրջանում, որի համար է այդ վեճը եւ դա Արցախի խնդրի նման մի խնդիր է, ուրեմն սահմանների պաշտպանության հարց կա, լեռնային է, ուրեմն եւ այլն, տեղանքը եւ Հայաստանում PSI հայ-ամերիկյան ընկերության սենսորային տեխնոլոգիաները, որ պարոն ուրեմն Սամվել Գևորգյանի մշակումն է եւ իր խմբի հնդիկներին հայտնի է հուսանք, որ
այդ պատերազմը հիմա կարակացնի, որպեսզի մեզնից կամ գնեն, կամ համատեղ ձեռնարկություն Հայաստանի մասին է խոսքը, սենսորային այդ տեխնոլոգիաները գնեն եւ սահմանի պաշտպանության համար օգտագործեն։ Ես գիտեմ, որ վարչապետ Մոդին անգամ այդ գյուտին ծանոթ է, բայց որ հիմա էլ ինչ-որ գործ է գնում, դա էլ ձեզ առի տեղեկություն եմ հայտնում, ուրեմն այս բանով։ Եվ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը որոշակի է Եվ այս փոքրիկ թեման ամփոփելով, այս հակամարտությունում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ինչպիսին պետք է լինի, եթե առավել ևս հաշվի առնենք, որ Հնդկաստանի հետ բարեկամական գործընկերային հարաբերություններ ունենք, եւ ճիշտ այդպիսի հարաբերություններ Ադրբեջանն ու Պակիստանը։ Հա, բայց գումարենք, որ Պակիստանն միակ երկիրն աշխարհում, որ մեր անկախությունն ու պետական գոյությունը չի ընդունում, միանշանակ է, որ մենք կողմ ենք Հնդկաստանի հաջողությանը, որովհետեւ դա նաեւ ստրատեգիական հարց է։ Այո, այսպես միանշանակ է։ Մյուս իրադարձության մասին, թեև արդեն խոսում եմ սպասվող իրադարձության մասին, Բենյամին Նեթանյահուն մայիսի 7-ին, ինչ արդեն պաշտոնապես հաստատվել է, մեկնելու է Բաքու, առաջին հետաքրքիր փաստարանը, որ մնալու այնտեղ 5 օր առասարակ ոչ մի երկրների առաջնորդների այցերը այդքան չեն շարունակվում։ Հասկանալի այնտեղ քննարկման թեմա կա իսրայելա-թուրքական հարաբերությունների հետ կապված, Ադրբեջանը միջնորդի դերը փորձում ստանձնել, բայց ամեն դեպքում Իսրայելի-Ադրբեջանի մերձեցումը երբեք մեզ համար շահեկան չի եղել, դեռ ավելի մենք միշտ տուժել ենք դրանից։ Երևի ցողունային բուժում է անցնելու, որովհետև այդ 20 օր մնում է ինչ անի այդքան երկար ժամանակով, մենք ուղղակի ինչ ասեմ, մի բան կա, որ մենք պիտի անենք Իսրայելի հետ հարաբերությունները, մենք պիտի փորձենք զարգացնել ինչը որ նախորդ շրջաններում չի եղել, անկախ ինքը Ադրբեջանի հետ ինչպիսի հետաքրքրություններ ունի, մենք ունենք Իսրայելում բավականին հաջողակ հայկական համայնք, նաև Միացյալ Նահանգներում հայկական հրեական լոբիներ իրար հետ պետք է երկխոսության գնան։ Ես գիտեմ, որ այդ դժվարություններ կա, իրենք դժվար են գալիս, բայց մեզ խիստ անհրաժեշտ է եւ այդ կարգի պիտի չեզոքացնենք նման բաները։ Բայց այստեղ երկրորդ հարցեր կա, Նեթանյահու լինելը Բաքվում, Մոսկվայի համար հաճելի է, թե չէ, Թեհրանի համար հաճելի է, թե այսինքն սա մենակ մեր հարցը չի, եւ ուշադիր պետք է հետևենք զարգացնել, նայել եւ այլն նրա քայլերին էլ հետևել ինչ է անելու, ինչ չի անելու։ Ինչ ասենք, հա։ Թրամփը պաշտոնի վերադառնալուց հետո խոստացավ, որ ամբողջ աշխարհում խաղաղություն է տիրելու, բայց տեսեք վերջին օրերին Թրամփ սպառնում է, որ դուրս կգա Ուկրաինա, Ռուսաստան այդ բանակցություններում միջնորդական առաքելությունից։ Ինչ է սա նշանակում։ Ճշմարտ ձև է, իհարկե ինքն էլ երևի չէր հավատում, որ ուրեմն խաղաղություն կլինի։ Դուք հիշում եք, Պուտինը հայտարարեց, որ 3 օրում Կրեշչատիկում են լինելու եւ ուրեմն սովետական դրոշներով, աղջիկահույսերով կարմիր բանակայիններ Ուկրաինա լցվեցին, 3 տարին անցավ, 4-րդ տարին է գալիս եւ այդ հաջողությունը չկա։ Ուզում եմ ասեմ, որ հայտարարությունները մի բան են, գործընթացը մի այլ բան է, բայց որ ներգրավված է, դա հաստատ է, երկրորդ մաս ունի։ Ուկրաինական բանակը կարողացավ այն հաջողությանը հասնել, թե որտեղ սուր հարց այնտեղ է, որ Թրամփը նաև տնտեսական համագործակցության այդ պայմանագիր կամ համաձայնությունը շատ շահեկան ձևով ստորագրեց։ Զելենսկին կարողացավ Ուկրաինայի շահերը միանշանակ պաշտպանել եւ ինչ վտանգը որ ասում էին, այդ վտանգը չեղավ։ Այսօր մենք սովորելու բան ունենք այստեղ կռվելու իմաստով։ Ընդհանրապես այսպես ով կռվում է ինչ-որ բանի հասնում է եւ իրենք այդ հարցերը լուծեցին։ Հիմա խաղաղություն կլինի թե չէ, ճիշտ ասած, ես այդ կանել այդ հումանիզմը բանը, որ մարդ է զոհվում բան, դե մարդ է զոհվում մի կռվեք էլի, այդ բոլորը քամին է էլի։ Լավ, Թրամփի թեման շարունակելով։ Բայց Թրամփից մի բան եմ ուզում ասեմ մեզ, եթե Թրամփից էլ մեզ համար։ Ապրիլ 24-ին նրա հետաքրքիր հերրագրի բովանդակությունը իհարկե մեր Ես դա հենց ուզում հարցնել, դուք կարևորեցիք Թրամփի ուղերձը, թե շատերը միշտ սպասում են, թե ամերիկյան նախագահները ասելու են ասեցին, թե իրենց ինչ է տալիս։ Բայց դուք ռազմավարական գործընկերության այդ պատրաստակամության ուրեմն այդ տնենք բառը օգտագործել, չօգտագործել, ամեն նախագահ որ կա ամեն առավոտ որ չպետք է ասի
ցեղասպանություն կամ չգիտեմ ինչ այդ երկրորդ մասը կա, որ նրա ուղերձում շատ ակնհայտ է եւ մենք շատ աշխատանք ունենք եւ նա ասում էր, որ Հայաստանի Հանրապետություն եւ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության այդ գործընթացը պիտի շարունակեն։ Ես ենթադրում եմ, որ մտածում եմ, բայց մեր կառավարությանն առաջարկում եմ գիշեր-ցերեկ օրակարգը կազմել եւ շարժվել այս ուղղությամբ։ Ռուսերեն խոսքը էլի, ինչ ասեմ, կրկնեց պրախոտը դվեց։ Հաջողությունը մերն այն լուսանցքը, որով մենք պետք է մտնենք Միացյալ Նահանգներ, մարդը հաստատակամ ասեց, հիմա ինքն է գրել, թե Ռուբիոն է գրել, դա կարևոր չի, չէ՞ այդ բaragայում։ Այստեղ այս աշխատանքը պետք է կատարվի անպայմանորեն եւ մենք շարժվենք առաջ։ Սա այն հավասարակշռման քաղաքականության մեջ լավագույն առիթ է Միացյալ Նահանգների։ Հիմա Հնդկաստանի բaragայում ասեմ, որ վերջին տարիներին կամ տարին Հնդկաստան Միացյալ Նահանգների հարաբերությունները գերազանց մերձեցման հարաբերությունների վիճակ ունեն, սա նաև նպաստավոր է այս աշխատանքը մեր կողմից շարունակելու համար։ Ես առաջարկում եմ քաղաքականության մեջ միշտ շահի պահը առաջինը քննել, հետո մնացածները, որ բառով ինչով, այնպես որ պիտի ողջունել դա։ Տեսեք, խոսում ենք ռազմավարական գործընկերության մասին, տեսեք, Թրամփը ամբողջ աշխարհին սպառնում է պատժամիջոցներով, եթե Իրանից նավթ կամ նավթամթերք գնենա եւ հասկանալի է, որ եթե դա իրականում տեղի ունենա, այսինքն գործի դրվեն այդ միջոցները, սպառնալիքները, ապա Հայաստանը կհայտնվի այդ ցանկում դժոխ երկրների։ Այդ դեպքում, օրինակ, կարող է Միացյալ Նահանգները աչք փակել Հայաստանի վրա, հաշվի առնելով, որ Հայաստանը փոքր տնտեսություն ունի եւ այլ ընտրանքել չունի, կախված է իրանական եւ Ինձ թվում է մենք շահեկան դիրքերում ենք լինելու եւ դա լինելու է այդ հերագիրը այդ պատժամիջոցների ընթացքին զուգահեռը կամ այդ ամբողջի մեջ է, չէ՞։ Ուզում եք ասել, եթե պատժամիջոցները լինեն, Հայաստանին չեն սպառնա։ Ասեմ ինչի։ Հայաստանի շորքերի բացառությունը Հայաստանի հանդեպ մեղմություն Միացյալ Նահանգների կողմից միշտ է եղել, այս կամ այն չափով։ Մի բան եմ ուզում ասեմ, կարծում եմ հենց Թրամփի եւ նրա թիմի մոտ այդ աշխատանքը կա։ Բժեզինսկին շախմատային մեծ տախտակայդի գրքի մեջ գրում է, որ այդուհանդերձ ասում է Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները ուրեմն այդ վատթար վիճակը ստրատեգիական բնույթ չունեն, տակտիկական են։ Ինձ թվում է հենց այդ process-ն է լինելու եւ այդ process-ը գնում է։ Մենք նկատի ունենանք, որ Սիրիայից հետո այդ ուղղությամբ հագված է նաեւ ուրեմն իրանական կողմը եւ մեզ համար իսկապես կարող է դրական ֆոն առաջանալ, որ կա։ Եվ քանի որ Թրամփի ուղերձից էլ խոսեցինք, շատերը Թրամփի ուղերձում ցեղասպանություն եզրույթը չօգտագործելը պայմանավորեցին մեր ներքաղաքական, այսպես ցեղասպանության թեմայի հանդեպ որոշակի այսպես փոփոխություններով, եւ շատերը հատկապես ընդդիմությունը ուղղակի մեղադրում են իշխանություններին ցեղասպանությունը ուրանալու մեջ։ Ընդդիմությունը Հայաստանը, որ իրականության մեջ ռևանշիզմ է եւ ռուսական ազդեցության ուժ է, նա ուզում է Հայաստանի Հանրապետության վրա դնի մի բեռ, որի տակ Հայաստանի Հանրապետությունը ճգռի եւ Ռուսաստանից օգնություն խնդրի։ Այնպես որ շարժվենք առաջ, կասեն չեն ասի, կարևորը ռազմավարական գործընկերությունն է։ Ամեն դեպքում դուք չեք համարում, որ ուրացման քաղաքականություն։ Չէ, իհարկե, ինչի մասին է խոսք, ինչ ուրացում, բայց պետություններն իրավունք ունեն քաղաքականության մեջ, ժամանակի ու տարածության մեջ ակցենտները փոխեն, առաջ տեղաշարժեն եւ այլն։ Այս մարդիկ մինչեւ մի չեն հասկացել, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն է եւ պետական շահը բարտավորեցնում է անվտանգություն, զարգացում եւ այլն, զուգահեռաբար նաեւ ցեղասպանության հարց։ Եվ դրա համար ես առաջարկ ունեմ։ Առաջարկս հետեւյալ է. ցեղասպանության ճանաչման հարցը ներքին պայմանավորությամբ Սփյուռքի վրա պետք է դրվի, իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է աշխարհում հայկական անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության զարգացման հարցերով զբաղվի։ Աշխատանքի բաժանում է պետք։ Իհարկե դա Մոսկվան չի ուզում, դա չի ուզում նաև ռևանշիզմը, բայց դրանք անցած էտապ են։ Կարծում եմ, որ մենք մեր ազգային շահերը լավ ենք հասկանում, եւ Միացյալ Նահանգներն էլ այսպես գիտեք ինչ կա, եթե Միացյալ Նահանգները մի օր որոշեն, որ Սևրը պետք է կյանքի կոչվի, մեզ չեն էլ հարցնի, երկրորդը մեզ կհրավիրեն, կասեն մի հատ ուզեք, որ տանք, եւ մենք ուզենք։ Դրա համար այդ գումարները նաև ցեղասպանության ուղղորդել Հայաստանի Հանրապետության բանակի վերազինման ուղղությամբ։ Էս է
Հիմա ցեղասպանության հետ տասնյակ տարիներ հետապնդվեց սպეციფიკա կա եւ հաջողություններ եղան 100 քանի պետություն է։ Ես ցես գիտեմ քաջադաղյակ եք հարց եմ տալիս։ Այդ ճանաչած պետությունների մեջ կա որևէ պետություն, որի գործատիր մարմինը ճանաչել է ցեղասպանություն, այսինքն կառավարություն։ Կա որևէ կառավարություն, որ ճանաչել է։ Չկա, չէ՞։ Չկա։ Ուրեմն դրա համար պետք չի այդպես բան անել, աշխատել խելքով եւ այլն։ Եթե իրենց պետք լինի կասեն, մնացածն են, իհարկե այստեղ շահեր կան, ովքեր ցեղասպանության հարցերով են զբաղված մեր մեջ, առաջացել է բյուրոկրատիա, աշխատատեղեր եւ այլն եւ այլն։ Ես առաջարկում եմ այդ ամբողջը տեղափոխել Հայաստանի Հանրապետության հզորացման, տեխնոլոգիական վերազինման եւ այլ ոլորտներ։ Հիմա ասենք ճանաչեցին, չճանաչեցին եւ մենք բանակում ինչ-որ հաջողություն ինչ ունեցանք ճագերտավոր բանակը պարտվեց, տարածքները կորցրինք։ Իսկ հակառակը եթե հզոր լինեինք չէինք պարտվի, չէ՞։ Ավարտում ենք, պարոն Շիրինյան, եւ վերջում այս քանի օրերին կարծես թե սահմանային միջադեպեր, հա, կերակոցներ չկա, ապա տեղեկատվություններ չկա։ Գոնե այս մի քանի օրերին ինչ որ առումով նաեւ կարծիք կա թե նաեւ Ալիևի հռետորաբանությունն է փափկել, մեղմվել։ Դուք ինչպես կմեկնաբանեք։ Իսկ գոյ է տարել դա հայտնի բան է, մեկուսացվեց եւ դա մեր քաղաքականության հետ նաեւ կապ ունի եւ երկրորդը ուրեմն Ալիևը հոմենակ չի աշխարհում եւ Պուտինից երաշխիք չունի որ հարձակվի Հայաստանի վրա, սա իրականն է, իսկ ընդհանրապես միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա ուրիշ բանի մասին պիտի մտածենք։ Արդեն մենք պետք է մտածենք մեր տարածքները պաշտոնապես ճանաչված հետ բերելու մասին։ Այսօրությամբ աշխատենք, խնդրեմ։ Այսքան արգել հեռուստատողներ, մեր հյուրն էր քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը։